Գիտեք, թե ինչու նա կգա նրանց հետևից, որովհետև հենց հիմա Սատանան պլան ունի, թե ինչպես փակի մեր սրա նման հաստատությունները, եւ երբ ժամանակը գա, նրանք կստիպեն քեզ մտնել այդ կեղծ երկրպագության մեջ եւ կսպանեն քեզ, եթե դա չանես, ահա թե երբ հիմար կույսերը հազարներով կմեռնեն։ Բայց հարցը դրան չի հասնի, կնոջը կտրվեն երկու թևեր, որպեսզի թռչի, մեծ արծվի երկու թևեր, որպեսզի թռչի, ուստի երբեմն ես վախենում եմ, երբ տեսնում եմ, որ ձեզանից ոմանք չեն կարողանում թռչել, դուք ուղղակի ցատկոտում եք գետնին, մինչդեռ դուք պետք է արդեն թռչեք երկնային վայրերում, խոսքի մեջ, որտեղ կկարողանաք տեսնել։ Դուք բարձրանում եք բարձունքը հենց այն պատճառով, որպեսզի կարողանաք տեսնել։ Ահա գալիս եմ ինչպես գող, երանելի է նա, ով արթուն է, և պահում է իր հանդերձները։ Մեզ տրվեց խոսքի հանդերձը, մենք հագնվեցինք ոչ թե ֆիզիկապես, այլ հոգևորապես, ինչպես Ադամն ու Եվան էին պարտեզում, որտև նույն փորձությունը հիմա կրկնվում է, և նրանք կորցրին հանդերձները, հենց այնտեղից առաջացան տարբեր հագուստները։ Դրանք հորինված չէին նորաձևության կամ եղանակի պատճառով, դա մարդու փորձն էր ծածկելու մեղքը։ Հասկանալի է ձեզ, և երբ մենք վերադառնում ենք այս ժամին, նույն ձևով այլասերված խոսքի միջոցով ստախոս ոգին սկզբում մտավ գազանի բերանը, նույն ձևով դա դուրս է գալիս գազանի բերանից վերջում։ Հասկանում եք ինձ։ Նույն կերպ այդ այլասերված խոսքի միջոցով նրանք կորցրին հանդերձները, նրանք չկարողացան դրանք պահել, որովհետև թողեցին ճշմարիտ խոսքը, որպեսզի գնան այլասերված խոսքի հետևից և նրանք հայտնաբերեցին, որ մերկ են։ Նրանք ճաշակեցին այն ծառից, որն ուներ այլասերված պտուղ։ Եվ այդ ժամանակ գիտակցեցին, որ մերկ են և իրենց համար գողքնոցներ պատրաստեցին ծածկվելու համար։ Եվ երբ Աստված եկավ, նրանք հասկացան, որ ծածկված էր միայն արտաքին մարդը, նրանք չկարողացան ծածկել ներքին մարդուն թզենու տերևներով, որովհետև այդ ծածկով